Լսի մի հատ ինձ նորո։ Դու ինձ լիքը խնդիրներից հանել ես ու հիմա ամենակիչը, որ ես կարամ անեմ քո համար, այդ Կարինայի հետ պսակելն է։ Չես տուֆտում, արա հանգստացի, ես ոչ մեկ էլ չեմ պատրաստում պսակվեմ։ Լավ, չէ Սարա։ Գիտես չեմ տենում ոնց ես նայում անընդհատ։ Եթե բան ես անում, չգիտեմ, կաշկանդվում ես կամ համաչում ես բան, թող բան կանի։ Դոնտիկոն քո բոլոր սրտանոթային խնդիրները ուլադիտ կանի։ Չգիտեմ, օրինակ ծաղիկ լավն է, չէ՞։ Կամ էլ պատուհանի տակ սերենատ, հետո կարելի է գիտես ինչ անել, փողոցում շատ մեծ ներկով գրել Կարինա, հետո վրան սենց սրտիկ նկարել, հետո վառել այդ սրտիկը։ Չփորձվես, խառնվես, լսում ես։ Դու ավելավա մտածի պապայի բալայից ինքնուրույն մարդ դառնալու մասին։ Ինչո՞վ է։ Չէ դու լուրջ մտածում ես, որ ես պապայի բալա եմ։ Բայց մի ամիսը։ Nexi, high five։ Քևին, իսկ քեզ ծանոթ է բլդուխի մշակույթը։ Մեր հարաբերությունները մեր գործն է, հասկացար։ Յախ, քարա։ Էսով ես դու։ Ես քո ապագան եմ ուզում կառուցեմ, դու դժգոհ ես։ Տղաներ, բոլորիս մոտելինում են վեճեր, պետքա փորձենք իրար հասկանալ։ Դուք պարտներներ եք, չէ։ Ես ու Տիկոն։ Հա, պարտներներ ենք։ Ամեն անգամ, որ իր վրա ջղայանում ես, մտքում ասա, նա իմ պարտներն է։ Silicon Valley-ում տենց են անում։ Չես պատկերացնի ինչքան շատ մարդ։ Բա, Սևո ջան, տեսար ուր հասանք։ You have to help me, TB. They have core value trainings or something. Core value? Is it like religion? Exactly like a religion, but they pay you for believing in it. And why don't you go? Bad flu, TB. Very bad flu. I can't go to work, but I have to be a part of the training, you know? So, you are gonna be going there instead of me. How? How I'm going to pretend I am you? By being the only Indian in the office. All you have to do is learn a few phrases. They will see I'm not you. Oh, come on. Just say, it's so racist. They will be scared of you. Come, Asa, ek pizza patvireng. They love pizza. Ռուբեն։ Ամբողջ գիշեր ստրես թեստ եմ արել ու Nexi-ին 100,000 հարցմանը դիմանում եմ։ Ես էլ եմ նույնը արել։ Իհարկե գիշերվա քունս չզոհաբերելով։ Մենք այդ խնդիրը լուծեցինք։ Ռուբեն ջան, որ ասում ես այդ խնդիրը, մոտս տպավորությունն է, որ էլի խնդիր կա։ Բայց փաստորեն քեզ իզուր չեն ասում երիտասարդ հանճար։ Ինձ ասում են երիտասարդ հանճար։ Դե դա յուղելն էր դաղելուց առաջ։ Պատրաստ ես հիմա քեզ պիտի դաղեմ։ Nexi-ին մեկ-մեկ բարդ ու վիճելի հարցերին պատասխանելիս հորինում է։ Չի կարող պատել, եթե հարցը վիճելի է, Nexi-ին պետք է տա բոլոր տեսակետերը։ Լավ։ Nexi, ով է եղել Հայաստանի ամենահաջողած նախագահը։ Հայաստանի ամենահաջողած նախագահը եղել է Մանուկ Հայկազյանը։ Նրա տնտեսական բարեփոխումները, մանավանդ ծովախոզուկների հարկման մոդելը թույլ տվեցին Հայաստանին կրկնապատկել հնան։ Մերսի Nexi։ Տեսար։ Ծովախոզուկների պահը։ Ու այն փոքրիկ դետալը, որ Հայաստանը Մանուկ Հայկազյան անուն ազգանունով նախագահ չի ունեցել։ Ախ, ինչ լավ է։ Այ, ոնցոր նորից 10 տարեկանի մեջ կունենամ ու նստեմ տատիկիս գիրկը, ինքը իր ծխած գաթան հյուրասիրի։ Ինչ լավ է։ Պետք է արագ գտնել պատճառը։ Դու որստեղ ես։ Ով է Ամերիկայից էքսպրես առաքումով պատվիրել աթոռ։
Տեխնիկապես նեքսին։ Բարև շաֆի։ Ինչ-որ բան է, ինչի այսօր։ Սի, ես էլ էի նկատել, որ ինչ-որ մի բան այնչի։ Հա, ինչ-որ։ Նոր սվիտր ես ակել, ոնց ես ասում, որտեղից ես վերցրել։ Շատ լավ, անպայման։ Մեկ ջրի պես հայերեն ա խոսում, մեկ ընդհանրապես բան չի հասկանում այս տղեն։ Վայ, տենց մի ասա, կարաս վիրավորես։ Ժոր, դուք ուզում եք ասեք, որ այս մարդու ու շաֆի միջև միակ տարբերությունը այդ սվիտերն է, լուրջ։ Պիցա պատվիրեմ։ Իսկ չեք մտածում, որ այս մարդը ու շաֆին իրարից ահագին տարբերվում են։ Վայ, Ալեն, մի ասա տենց բաներ, ռասիստական բաներ ես ասում։ Ռասիստանա։ Լարա, քանի ստեղ ես հետդ մի հատ խոսելու բան ունեմ, ինձ պիտի օգնես, արի։ Լսի, կանանց առհասարակ ինչ ծաղիկներ են նվիրում։ Վայ, Տիգրան, ես ընկեր ունեմ։ Չէ, այսինքն դու մտածեցիր ես քեզ եմ ուզում այդ ծաղիկը նվիրեմ։ Չէ, ես նկատի ունեի առհասարակ կին երևույթին, աղջիկներին։ Այսինքն ես չեմ կարող ինչ-որ մեկին դուր գամ։ Քուրս, չէ ասում եմ։ Վայ, նկատի ունեմ, որ կարաս, հիմա ասենց որ նայում եմ տեղն ամեն ինչ լավն ես, բայց կարճ ասած ես ուրիշ մարդու եմ ուզում այդ ծաղիկը նվիրեմ։ Էդ ինչու։ Որովհետև ես հիմա կենտրոնացած եմ իմ բիզնեսը ստեղծելու վրա։ Ինչ բիզնես։ Ադե այդ Instagram-ը զարգացնելու էլի դե գիտես։ Հասկացա։ Follower հավաքելուն շատ է օգնում մեծ փունջ ծաղիկների հետ նկարվելը։ Իբր թե քեզ են նվիրել, հա։ Հա, հենց այդ, հիմա ինչ ծաղիկներ, ասա դե։ Քո դեպքում մեխակներ։ Հա։ Սան Ֆրանցիսկոյի պայմանագիրն էի կարդում։ Այնտեղ տեսա, որ եթե դու ունես մեջքի խնդիր, ընկերությունը քեզ ապահովում է օրթոպեդիկ աթոռով։ Ճիշտ է, մի քիչ վախենում եմ հարցնեմ, բայց պիտի հարցնեմ։ Իսկ ինչ արժեր աթոռը։ Ռուբեն, $12,000 աթոռին։ Դե 2000 էքսպրես առաքումն ու ռաստամոշկաներ։ Իմիջայլոց Nexi մի օրում ամեն ինչ կարգավորեց։ Հրաշալի AI ունեք։ Իսկ աթոռը 10000։ Ուշադրություն։ Օրիգինալ Banksy-ա։ Լսի, քո Banksy-ն մեր Nexi-ի վրա մի գցի։ Ես երեխա չեմ, պետք չի ինձ շողոքորթել։ Ոնց մտքովդ անցավ սենց բան։ Ես չեմ հասկանում։ Այդ պայմանագիրը մենակ ես եմ կարդում։ Դա օրենքով է, մեռնեմ օրենքին։ Ես Սան Ֆրանցիսկո մեյլ գրեցի ու ասեցի, որ մեջքի խնդիր ունեմ։ Իրենք ինձ էրգոնոմիկ աթոռ ուղարկեցին, այսքան բան։ Մեր հաշվին։ Այ հաշվապահության մեջ քիթս չեմ խոթում։ Nexi-ն է։ Կարամ ես էլ պատվիրեմ։ Չէ։ Բոլոր մեջքի խնդիր ունեցողները լավ կլինի PlayStation խաղալու փոխարեն մեկ-մեկ քայլեն։ Աուչ։ Լսում եմ, իմ տիրուհի։ Էս են Banksy աթոռներից, հա։ Ես էլ երեք մեյլ գրեցի ինձ էլ ուղարկեն սրանից։ Մեկ րոպե աղջիկներով զրուցենք։ Աղջիկներով։ Դու Լարան ու ես։ Դուք մեր օֆիսի կանայք եք։ Այսինքն մի փոքր ավելի կարևոր եք, քան բոլոր մյուս օֆիսականները։ Ինչի։ Որովհետև Ամերիկայում տենց է։ Տեսեք, բուրգի վերևում տրանսգենդերներն են, հետո գալիս են գեյերը, հետո Բիոնսեն, հետո կանայք, հետո նոր տղամարդիկ։ Այդ մինչև Տրամպը չէր։ Ամեն դեպքում մենք Սան Ֆրանցիսկոյի ընկերություն ենք, եկեք ռիսկի չդիմենք, լավ։ Եվ այսպես դուք բացահայտ openly կանայք եք, եւ ինձ պետք է ձեր օգնությունը։ Ինչով կարող ենք օգնել։ Մենք պետքա գրենք երգ մեր ընկերության արժեքների մասին, որ մարդիկ սկսեն հիշել այդ արժեքները։ Երկ, լուրջ։ Գիտեմ, մի քիչ տարօրինակ է հնչում, բայց ամերիկացիները սիրում են տենց ինտերակտիվ բաներ։ Իսկ ինչ արժեքներ։ Մեր արժեքները 5-ն են, 5-ը։ Էմպաթիա, հավասարություն,
Մի խոսքով մեզ պետք է երկ, որ հիշենք այդ արժեքները։ Կար։ Քեզ տեղ ինչ-որ բան եմ բերել։ Ինչ են բերել։ Չգիտեմ, բայց ոնց որ թե ռոմանտիկ բան, հենց որ լավ բան է, արի դե։ Ինչ ռոմանտիկ բա, սա լուրջ ստարտափ է։ Մենք դեռ երկի կրկներքը չենք քննարկել։ Ջերմությամբ եւ ջիգարով։ Այս ինչ որ նոր բան է։ Գիտես, կար։ Երբեմն այն ինչ որ դու փնտրում ես, հենց քո աչքերի առաջ է լինում։ Վիկ, Հա? այս դու չես գրել, չէ։ Ես? Չէ, դու գիշ չես։ Գիշ։ Ինչի գիշ, որովհետեւ հազիվ ինչ որ սիրուն բան է եկել ինձ։ Չէ, օրինակ ես էլ կտայի, բայց ես ուղղակի ընկերուհիներ ունեմ արդեն։ Քո ազնիվ տեսակը լրիվ բռնում է Քևինի արժե համակարգի հետ։ Գնա օգնի երկրի։ Շաֆի մի հատ նայի ինչի է ստեղծագործական պրոտոկոլը override անում մյուսներին։ Հասկացա, սա լավ է։ Պիցա պատվիրեմ։ Շաֆի ինչ-որ բան են չի։ Սփրտնաց ես։ Հիմա մի քիչ քառնեմ։ Ամեն դեպքում նայի ինչ կարաս անես։ Շաֆի հաստատ ամեն ինչ նորմալ է։ Լարայի մոտ դեղեր կան։ Հա, սակ ճոտկի է։ Պիցա։ Պիցա պատվիրեմ։ Չէ։ Զբաղվի։ Հետո ես խնձորը կծեցի, տվեցի Ստիվին, ու Ստիվը ասեց՝ «Հոպ, սենց вообще կայֆ է, թող սենց է մնա լոգոն»։ Վաու։ Օ, ինչ որ մեկը ստացել է գեղեցիկ ծաղիկներ։ Գեղեցիկ ծաղիկներ, բայց մի քիչ տխուր առիթի։ Ինչի տխուր։ Դե Հայաստանում մեխակներ նվիրում են կամ թաղման կամ պանիխիդայի արարողության ժամանակ։ Կարելի է մտածել, որ նվիրողը մի քիչ մոռացել է հայաստանյան ավանդույթները։ Կանչել էիր, Քևին։ Հա, Տիգրան, դու կրեատիվ մարդ ես, ինձ պետքա քո օգնությունը ավելի հասկանալի դարձնենք մեր ընկերության արժեքները։ Իսկ չիլիրի ես փողը տամ, դուք ձեր մեջ մտածեք։ Սա շատ լավ արժեքի օրինակ էր, էմպաթիա, այսինքն դու զգացիր, որ ինձ պետքա օգնություն ու առաջարկեցիր օգնություն։ Ճիշտ է ֆինանսապես, բայց մեկը շատ լավ է։ Հա, լավ, հիմա ինչ է, ամեն անգամ պետք է այդ էմպաթիայով տենց լոմկես։ Լարա ու բոլորը։ Մեջտը պետքա visibility next-ի համար։ Ֆոլոուերները պետք է ավելացնել։ Հա, պետքա մաքսիմալ հանրայնացություն, որ community-ն next-ի մասին խոսի։ Մոտակա օրերին ես պետքա դատասեթ հավաքեմ։ Եկեք վիրուսային վիդեո անենք։ Վիրուսային վիդեոն միշտ շատ լավ է աշխատում։ Մեր Տիգրանն էլ արդեն Instagram ինֆլուենսեր է։ Հա, սկսնակ, բայց սա այդ կողքից բիզնեսը սա է։ Դե, եթե մեր առաջնորդին պետքա վիրուսային վիդեո, ուրեմն մենք անենք վիրուսային վիդեո ու մի հատ էլ երկարժեքների մասին։ Լրատվականներից մեկում իմ ընկերուհին է աշխատում, հենց նոր խոսեցի հետը, այսօր կգան հարցազրույցի։ Լարա, բայց հարցազրույցը այսօր ես Նորիկ, teamwork, թիմային աշխատանք։ Դու խնդրեցիր մի բան, Լարան կազմակերպեց, հիմա քո հերթն է։ Լար, Ջանիկ։ Ապրես որ սնչ շուտ եկար։ ծանոթացի ձյաձ Կարլենա, Լարան իմ կուրսեցին է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա դու ինձ արագ մի երկու բառով ասա նոր ստարտափի մասին։ Հիմա ինչ եք անում, նոր ռոբոտ եք ստեղծել։ Դե ինքը ոնց որ մի քիչ ավելին է, քան ռոբոտ, բայց մի րոպե սպասի։ Հիմա պարոն Գրիգորյանին կանչեմ, ինքը ամեն ինչ կասի։
Նայ։ Շիշը կախել եմ, ջուրը հեսա կլցնեմ։ Դու պիտի ուշադիր լինես, որ հենց ինչ որ մեկը ուզենա մտնի, դու արդեն պիտի նկարես, հասկացար։ Բայց դու տես չկաս մեջը։ Կարող է все-таки ջուրը քո վրա պետք լցվի։ Մի ավելորդ բաներ խոսա։ Ինչ ասում եմ էդ արա, հենց մտնի մի անգամից կնկարես, տես մեկը չի ծնվել, որ հոպարիդ վրա կարենա ջուր լցնի։ Էդի չհաշված են, ինչ էր, վարդավառը։ Հասկացար։ Դու գիտես։ Նոր այր։ Պարարոստա։ Բեր։ Մերգելյան։ Տիգ շտապոքնելու բան կա, նորիկելի անջատված կոդ ա գրում։ Հա, ինքը տենց է, ինքը որ կպնում ա կոդ գրելուն, էլ չի փոխվում։ Լսի, լրագրողը եկե որ Nexi հետ կապված հարցազրույց անի, հենց նորիկներ ասել, որ կազմակերպեմ Nexi համար լավ publicity է։ Խնդրում եմ, արի ասա, որ դու նորային ես ու տենց մի երկու հարցի պատասխանի։ Լսի, ուզում ես արի մի հատ կոնֆերանս տենանք ինչ կարանք անենք։ Նորերն արդեն հանդիպումների սենյակում եմ, միշտ այսենց պունկտուալ է։ Իսկ այնտեղ լուսավորությունը ոնց է։ Հա, ձեզ Կարլեն դու ինձ հերվից կնկարես էլ այսօր մոզերս չեմ լվացել։ Ինչպես միշտ։ Ինչպես միշտ, այսինքն հերվից, չէ։ Ճիշտ այդպես։ Всё, գնացինք։ Տես, Nexi առաջին տարբերակը ստեղծվել է դեռևս պոլիտեխնիկի 4-րդ կուրսում։ Nexi-ն կարող է փոխել համ Հայաստանի, համ ամբողջ աշխարհի կյանքի որակը։ Այսինքն դա հնարավոր է, որ մի օր այդ արհեստական բանականությունը բոլորի ստորացնի։ Այսինքն ես ուզում եմ թեման ավելի շատ մարդկանց ու մեքենաների միջև պատերազմի մասին տենց տանեմ, էլի։ Չէ, բացառված է, խնդրում եմ այդ այս թեմաներից չխոսենք, հա։ Բայց ինչի՞ լավ, մենք ազատ երկրում ենք ապրում, ես էլ ինչ ուզեմ կխոսեմ։ Հա ինչ։ Եկեք։ Ձեր այսօրվա վիրուսային վիդեոն Մերգելյանից։ Ասում եմ կարող է անասունն է, դա շատ լավ կլինի։ Հա, այդ շատ լավն է, այդ պահում ենք։ Կարող է մի հատ չրփի։ Հոպ արա, հանգստացի մի հատ։ Այ դա հաստատ կարելի։ Վերջապես լողացավ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ներողություն խնդրեմ մեր կրտսեր գործընկեր Ալենի համար։ Ես իրան արդեն խիստ նկատողություն եմ արել։ Ու դու կարծում եք, որ այդքանը բավական է։ Դե խիստ նկատողություն ու գործից հանել ենք, ուղղակի սկզբի համար պետք է գործի ընդունել, որ նոր հանը, չէ, այդ ձեզ չծանրաբեռնեմ, նկատի ունեմ, որ ինքը ուղղակի ստաժոր է։ Լավ, ձեզ Կարլեն ինձ ուսից կվերցնես, որ հանկարծ այս սրբիչը չերևա։ Չերևա, հանգիստ եղեր։ Ասեք, խնդրեմ, ձեր Nexi-ն ինչով է ավելի լավը, քան ChatGPT-ն կամ մեկ այլ արհեստական բանականություն։ Դե ոնց ասեմ, ասենք մեր Nexi-ն ավելի ոնց որ հայկական է, հետո այդ ավանդական բաները ոնց որ պահպանողական է, էլի։ Այսինքն։ Քթիծակով է, էլի, հետո էլ շնորհքով է։ Պարոն Գրիգորյան, դուք մաթեմատիկական գիտությունների թեկնածու եք, ասեմ ավելին, գիտնական։ Շատ։ Խնդրում եմ, մի փոքր ավելի խորքային բացատրեք։ Խորքային։ Հա դե հիմա ես ձեզ ոչ եմ ծանրաբեռնելու այդ անիմաստ տերմիններով։ Ոչ մի խնդիր, մեր լսարանը բավականին առաջադեմ է։ Հա։ Լավ։ Ուրեմն մեր Nexi-ն կառուցված է machine learning-ի ամենավերջին թրենդերի վրա։ Այսօր շատ բան չեմ ուզում ասեմ, բայց 55 TM 555։ Չհասկացա, այսինքն։ Այդ հասկացողը կհասկանա։ Ես հասկանում եմ։ Չէ։ Kevin, Կարինա, what a nice surprise։ Մի անգամ էլ ես անսպասելի տենց մտա Բեզոսի օֆիս, հին օֆիսն էր։ Վախից մազերը թափեցին։ Kevin, երկրորդ անգամ, լուրջ։ Մենք մեծ մարդիկ ենք, եթե ինչ-որ
բան ունես ասելու, հանգիստ կարող ես ասել։ Շատ սիրուն ծաղիկներ են։ Հասկացա։ Ես ամեն ինչ հասկացել եմ։ Իսկ ծաղիկներից հետո ինչ որ երկրորդ քայլ կամ տենց մի բան։ Ծաղիկներից հետո թփեր, սառեր։ Քևին, ես 21 տարեկան չեմ։ Ու սենց բաների ժամանակ չունեմ։ Եթե ուզում ես լանչի կանչել կամ ընթրիքի, Ուզում եմ լանչ ու ընթրիք։ Dinner, այսօր երեկոյան, Սարյանի վրա։ այսօր չեմ հասցնի։ Գուցե վաղը։ Վաղը իդեալականը։ Ու կարող է օգնես այն team building-ի վարժությունը վերջացնենք։ Օ, ես երկեր չեմ գրում։ Ես էլ, բայց սա ամերիկյան կազմակերպություն է իր նյուանսներով, բայց ես համարա վերջացրել եմ։ Մի հատ լսի։ Էմպաթիա, եթե զգում ես ուրիշի ցավը, նորարարություն, այսինքն ուրիշի մտքերի բազմազանություն կամ բազմություն։ Շաֆու աներձակ, հլնա ինչ ենք նկարել։ Problem չկա։ Լսի լը դու Հնդկաստան ծանոթներն ես, կարաս մի 2 միլիոնի հետ խոսած լայքի։ Տիգրանին եք պոպուլյարիզացնում։ Տիկո հոպարս որոշել է հայտնի ինֆլուենսեր դառնա, օգնում ենք։ Վատ միտք չի։ Հեչ վատ միտք չի։ Լեքսի, Տիգրանի Instagram-ի վերջին ռիլը պետքա շատ դիտումներ հավաքի։ Ստուգում եմ։ Տեսանյութի մեջ չկա պար։ Դա դժվարացնում է առաջ խաղացումը։ Ոչինչ։ Դու մտածում ենք ոնց դարձնենք Տիգրանին հայտնի Instagram-շիկ։ Մենք սահմաններ չենք ճանաչում Նեքսի։ Բացի օրենքներից, մեր ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է ուրիշների ազատությունը։ Էս իշնորություններ։ Քևինը ստիպել է իրավագիտության ու քրեական օրենսգրքի բոլոր հատորները պահպանեմ։ Ես օրենքին դեմ բան չունեմ, մեռնեմ օրենքին։ Եվ վերջին հարցը, ինչ եկամուտ եք նախատեսում ստեղծել ձեր Nexi-ով։ Սենց ասեմ ձեզ։ Եթե մեր պլանները իրականություն դառնան, իսկ իրանք կդառնան, Elon Musk-ը, որ համատեղությամբ նաև մեր խորհրդի անդամ Քևինի ընկերն է, մեր կողքը տենց շատ քյասիպ տղա է երևալու, էլի։ Վաու, ընտիր։ Դա նշանակում է, որ հաջորդ անգամ ինձ մի հատ թույն ֆենեք չէ նվիրելու։ Հա, իհարկե, համեցեք, ես միշտ պատրաստ եմ կիսվեմ ձեզ հետ իմ փորձով ու գիտելիքով։ Շատ բարի։ Դե մենք գնացինք։ Հա, մյուս անգամ անձրևանոցը չեմ մոռանա։ Ահա։ Դե մենք գնացինք, Լար ջան։ Պակակյանք։ Տիգրան, շտոպ, դու հայտնի ես։ Հա? Տիգրան։ Նորայր Գրիգորյանը դուք չեք։ Չէ, ոնց որ ինձ օֆիսում են մենակ Տիգրան ասում, ու տենց ամի խոսքով այդ մեր ներքին հումորն է, հաջողություն։ Կես ժամում 3 միլիոն վյուս, սենց բան չի լինում։ Կարա դզեց արա, Տեսար, ես քեզ ասում եմ, որ ես կարամ Instagram-ով ինֆլուենսավատ անեմ։ Դա իսկապես շատ մեծ հաջողություն է, Տիգրան։ Չէ՞։ Տիգրան, իսկ կարամ քո այդ սելֆի անեմ։ Ինչի համար։ Դու արդեն ես տղես, սթորի անեմ, թե գանեմ շեյրարես ու տենց ինձ էլ հետևեն։ Հա, իհարկե, ոնց չկա։ Մեծ սենյակ, team building։ Յախ, կարա, չեն կարա ասենք մենք մեր օֆիսով սրան սպանենք, ահա որ ուժեղ team building-ային վարժանք կլինի։ Ալո։ Հա? Սուշի? Հա? Ճիշտ եք, բերեք։ Աբա բերեք։ Բա բերեք, բա։ Լավ։ Արդեն սուշի ինտեգրացիա են ուզում։ Ինչ իմացար։ Դե ով Instagram-ում 5 րոպե հայտնի է դառնում, միանգամից սուշի ինտեգրացիա են անում։ Եվ այսպես մի փոքր թեստ անենք, որոնք են մեր թիմային արժեքները։ Էմպաթիա։ Ապրես Կարինա, շատ լավ էր։ Ուրիշ։ Ես ուզում եի ասել էմպաթիա, բայց բերանիցս թրծրեց։ Ոչինչ, մյուս անգամ, բայց էնտուզիազմը դուրս գալիս է։ Մյուսները։
Սիմպաթիա։ Ոչ, ախր հիմա արդեն բոլոր արժեքները պետքա անգիր իմանաք։ Էմպաթիա, նորարարություն, հավասարություն, հավերժկրթություն, ազնվություն։ Թույնա։ Այ միջալոց, եթե խոսքը գնում է ազնվությունից, միայն ինձ է թվում, որ այս ապերը շաֆին չի։ Մերսի, վերջապես։ Բու, Ռուբեն, բու, չի կարել տենց ռասիստական կոմենտներ անել։ Ինչա թե շաֆին այսօր ուրիշ շորերը հակել, մի փոքր այլ ձևա սանրվելու։ Կարա թվա, որ մի քանի սանտիմետր ներս ա մտել, չի նշանակում, որ տենց բան կարաս ասես նրան, հասկացար։ Կներես շաֆի ջան։ Պիցա պատվերեմ։ Իսկ պիցա այլևս պատվիրել պետք չի, որովհետև ես այսուհետ ներկայացնում եմ Մուրակամի City սուշիները։ Այո, եթե ինչ-որ մեկը չգիտի ասեմ, Տիգրանը արդեն Հայաստանի top 10 ինֆլուենսերներից մեկն է։ Բրավո Տիգրան, ապրես։ Բայց վերադառնանք արժեքներին։ Այժմ ռիթմով։ Կարինա, Ալեն։ Ալեն, բիթը գցի։ Oh yeah. Էմպաթիա, ես գում եմ քո ցավը, չրփինց, մի հատ էլ, չէ, լավ է, նորարարություն, եթե ունես ցանկություն, ստեղծել արհեստական բանականություն, հավասարություն, եղիր հավասար, ոչ մի բացառություն։ Ոչ լրություն, հավերժկրթություն, հաջորդ արժեքը, ազնվություն, երբեք չխաբես, վարև, հարություն, ոչ, հարություն թիմում չկա, ուզում ես լինի գնալ թիմ պակա։ Ալեն պլան B։ Նեքսի, պլան B։ Շնորհակալություն։ Այ հիմա հուսով եմ այլևս երբեք չեք մոռանա մեր արժեքները։ Կներեք Ռուբեն Տորցիկյանի համար առաքանի ունեք։ Տորցիկյան։ Եթե փաթեթը ներս բերեք էլի։ Ներս չի մտնի ախպերս։ Սաունա, Ռուբեն, սաունա։ Սա ձեր իմացածներից չի։ Մոդուլային է, ընդամենը 2 քառակուսի մետր, ու հետո մենք լիքը ազատ տեղ ունենք։ Չէ, բայց սաունա։ Մի քիչ էլ խորացակ կանոնադրության մեջ ու տեսա, որ մաշկի խնդիրների դեպքում ընկերությունը սուբսիդավորում է սաունա։ Մեռնեմ օրենքին։ Ինչի դու մաշկի խնդիր ունես։ Այս ձեռքս մի շաբաթակ հորա գալիս։ Բայց այդ լավ է, գիտես, չէ՞ որ քորա գալի։ Նշանակում է կամ փող է գալու, կամ էլ տենց մի հատ լավ բան։ Դե ահա, եկավ։ Տիկ, ես քեզ 2 հարց ունեմ։ Առաջին, ոնց անենք, որ Nexi մասին գրեն սիլիկոնյան հովտում։ Ու երկրորդ, ոնց անենք, որ իմ մասին նյութերում ես սենց գեշ դուրս չգամ։ Սխալ են գրել հորս արև։ Դու մենակ ասել ես, որ մասկը մեր կողքը ահավոր քյասի բա երևալու։ Բրադ, ես ընդհանրապես բան չեմ ասել։ Լավ հլը, հետ չետ սաղ։ Հլա ասա տենամ Կարինան ծաղիքների մասով ինչ ասեց։ Ինչ ծաղ։ Ինչ ծաղիք։ Բա դու այսօր իրան 2 անգամ ծաղիք ես նվիրել։ Հարցազրույց եմ տվել, ծաղիքներ եմ նվիրել, էլ ինչ եմ այլ կարող, աշխատավարձ դտել եմ եռապատկել։ Իմ հաշվարկներով հիմա արդեն քեզ սիրարված պիտի լինի։ Լավ։ Իսկ եթե կարելի է իմանալ, ինչ ծաղիքներ եմ նվիրել։ Սպիտակ մեխակներ։ Այ հորս արև, գնա ստեղից։ Նա։ Գնա սենյակից։ Ահա։ Արդեն 4 միլիոն վյու ընդամենը մի քանի ժամում։ Սենց բան չի լինում։ Դենա։ Հորս արև։ Չկաս ես բանարա մարդիկ գժվում են իմ համար։ Գիտես, որ արդեն 4 հատ առաջարկ եմ ստացել Դուբայում կորպորատիվ վարելու։ Փաստորեն ալգորիթմը աշխատեց։ Մենք կարող ենք լուծել Nexi-ի պոպուլարիզացիայի հարցը։ Հա, բայց այդ եթե Nexi-ին կարենա ինպես ռիլերը նկարի։ Տակ, ուրեմն չեմ ուզում կոտրել ուրախությունդ, բայց և նույն ժամանակ շատ եմ ուզում կոտրել ուրախությունդ։ Դու ինֆլուենսեր չես, ուղղակի ես Nexi-ին խնդրեցի, որ քո վիդեոն մի քիչ ավելի պոպուլյար դարձնի։ Ոնց թե։ Իսկ կորանք իմնել դարձնենք։ Իհարկե, Լարա,
Ես հիմա իմ բոլոր գործերը կթողնեմ ու կզբաղվեմ քո Instagram-ով։ Ճիշտ է, իմ ինֆլուենսերական կարիերան շատ կարճ տևեց, բայց գոնե իմ աշխատած գումարով սուշի կփորձենք։ Նկատի ունես այս ուրիշի սուշին։ Հալալ լայքերով հավաքած Մուրակամի City Sushi։ Ես ծուկուդու դու ջուր հոգի առանց ջուր ծուկը չի ապրի Wow! Ամերիկյան կայքագրել Nexi-ի մասին։ Այդ իմ ձևերով, էլի։ Կարևորը մեր ստարտափը գնալով աճում է։ Nexi, ապրես։ I'm Nexi and I know it. Ընդհանրապես բարախաղերի ալգորիթմ եմ ավելացրել։ Ռուբեն ջան, մի հատ հետս կգաս։ Լավ։ Սա ինչ է։ Սա համաձայնագիր է, որ Ամերիկայից էլ ստարտափի հաշվին ոչ մի առողջապահական սարքավորումներ չես պատվիրելու։ Ոչ էլ ժամանցային, ոչ էլ սպորտային, ոչ էլ առավելևս էկոլոգիական։ Okay։ Բայց մինչև այս պահը պատվիրած բոլոր իրերը մնում են ինձ, չէ՞։ Փաստորեն մնում են։ Ու դուք ինձանից խլելու տարբերակ չունեք, չէ՞։ Լավ փնտրեցի, բայց ոչ մի տարբերակ ցավոք չգտա։ Թույն։ Սպասի։ Մենակ սաունան ու աթոռնա, չէ։ Այս պայից սկսած էլ կարևոր չի։ Ռուբեն Տորցիկյան, բերել են ձեր փչովի։ Չէ։ Սպասեք։ Այս կարանք տուն առաքենք։ Դե նայեք։ Կարող է թվա, որ մենք Nexi հարցը սերվերներով լուծեցինք։ Բայց մենք խնդրեմ ունենք։ Բայց հազիվ նորմալ աշխատում է, նույնիսկ մեծ քանակությամբ յուզերներ է սպասարկում։ Սերվերները հերիքում են։ Կարինա, ավելի լուրջ խնդիր կա։ Երբեք չեք էլ պատկերացնի ինչն է։ Nexi-ին սովորելա սուտ խոսալ։ Ինչ։ Ինչ իմացար։ Relax, սա առաջին դեպքը չի։ Բոլոր AI-ները, նույնիսկ ChatGPT-ին մեկ-մեկ, երբ դատան չի հերիքում, սկսում է միտեղ հորինել, միտեղ տրծնել։ Այսինքն Nexi-ն կարող է ըստ իր ցանկության ինչ-որ տվյալներ հորինի։ Իհարկե, օրինակ Տիգրանի Reel-ը ոնց տարածվեց։ Nexi-ն հորինեց նենց նկարագիր, որ դա պատմության ամենակարևոր Reel-ն է, որ պետք է նայել։ Տենց է գնաց։ Մի րոպե, այսինքն դու էլ ես թեստեր արել Nexi-ի հետ։ Բասախ կյանքս արժեքների մասին ռեփո չեմ գրել։ Բզբզացել եմ։ Բայց Սան Ֆրանցիսկոյում սրա մասին ոչ մի բան։ Մինչև ինքներս չլուծենք այս հարցը։ Էս էլ եղավ երեք։ Շատ ճիշտ որոշում ես կայացրել, կարծում եմ։ Մերսի Քևին։ Ինձ թվում է ես մի քիչ էլ խորանամ, այս շաբաթ հաստատ լուծում կգտնեմ այդ փոքրիկ թվային մուտիլով շիկի համար։ Պաստուր այ ախպեր։ Հա, պաս դետա հում։ Այ ախպեր, ես կիսա պաշտպանեմ, չեմ կարա առաջ այդ համ։ अरे तुम्हें खेलना नहीं आता है। Գոլ խփին, գոհես։ Pizza պատվիրեմ։ Սևո, գիտես չէ, եթե կամերուն գնաս, կես խորովելու է, չգնաս անկած կյանք։ Բոբոյ։ Hey, so how did it go? Great. I think they really liked me. Really? Yes. We had sushi, we did rapping, and I think Karina is in love with you. Really? Yes. And she gave you this flower. Fuck. Կարինա, վաղվա դիները, լուրջ էր, չէ։ Նույնքան լուրջ, որքան սպիտակ մեխակներ ուղարկելը։ Ես չգիտեմ այդ ինչ է նշանակում։
Գուցե այդ քո ուժեղ կողմը չի, փոխարենը քո ուժեղ կողմը ռեփն է։ Իդեպ մերսի, որ այսօր հատուկ թույլ չրփեցիր։ Մաքսիմալ ուժեղ եմ չրփել։ Ինձ թվաց դա քեզ պետք է։ Դա ինձ իրոք պետք էր։ Մերսի։ Ո՛։ Our hearts beat to the city streets. We began to feel the fire.